10 միֆ դիաբետի մասին։ Իրականությունը կպարզենք էնդոկրինոլոգ։ Վախը գործոններից մեկն է, դա ուժեղ ստրեսն է։ Շաքար չի կարելի բացի շագանակագույնից, թե սա մարքեթինգ է։ Մասամբ մարքեթինգ է, որտեղ շագանակագույն շաքարը նույն սախարոզան է, սակայն այնտեղ կա որոշակի բջջանյութի պարունակություն եւ ավելի բնական է։ Միրգ դիաբետիկներին չի կարելի։ Չի կարելի խաղողը, սեխը, կարալյոկը։ Ինչ կասեք կատնամթերքի մասին։ Կարելի է, չի Այո, կարելի տեսակների։ կատնամթերքը կարելի է գրեթե ամբողջ տեսականի։ Սննդակարգը դիաբետիկների համար՝ մի կերեք ածխաջրեր, հաց, բրինձ, դրանք բարձրացնում են շաքարը, որն է միֆը։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք շաքարային դիաբետի մասին, որը աշխարհի ամենատարածված հիվանդություններից մեկն է ու չնայած սրան շատ են միֆերը դիաբետի շուրջ պտտվող։ Մենք առանձնացրել ենք 10 միֆ դիաբետի մասին։ Իրականությունը կպարզենք էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանի հետ։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Այո, դիաբետի շուրջ պտտվող միֆերը շատ են, պարզենք իրականությունը։ Առաջին միֆը՝ երեխան վախեցավ, վախից շաքար ստացավ։ Վախից դիաբետ առաջանում է։ Եկեք հասկանանք ինչն է միֆը։ Առհասարակ իմ խորին համոզմամբ ցանկացած միֆի մեջ կա մի փոքր իրականություն։ Այսինքն միանշանակ ժխտել եւ ասել ոչ վախը կապ չունի, դա սխալ է, որտեղ վախը գործոններից մեկն է, դա ուժեղ ստրեսն է։ Իհարկե շատ լավ գիտենք, որ առաջի տիպի դիաբետը մասամբ գենետիկորեն եւ աուտոիմուն հիվանդություն է, երբ ախտահարվում են բետա բջիջները ենթաստամոքսային գեղձում, սակայն վախը կարող է լինել ուժեղ նպաստող գործոն։ Այո, առաջին տիպի շաքարային դիաբետը հիմնականում երեխաների մոտ է առաջանում։ Այո, եւ երիտասարդների։ Սակայն մեծերի մոտ էլ կարող է առաջանալ։ Շատ լավ։ Միֆ համար 2. Շաքարից շաքարը բարձրացավ։ Քաղցր շատ կերավ, դիաբետ առաջացավ։ Մասամբ ճիշտ է, այն առումով, որ շաքար ուտելուց ճարպակալում է առաջանում, բացի այն լարվում են ենթաստամոքսային գեղձի բետա բջիջներ եւ շատ ինսուլին են արտադրում։ Իսկ շաքարի պատճառները որն են? Առաջինը գենետիկան, նստակյաց կյանքը, ճարպակալումը եւ ստրեսները։ Հետեւաբար սա պատճառներից մեկը կարող է հանդիսանալ։ Միշտ ես խորհուրդ եմ տալի պացիենտներին սահմանափակել, անգամ դիաբետ չունեցողներին սահմանափակել քաղցրի ընդունումը։ Որևէ օգուտ դրանից մեր օրգանիզմը չի ստանում։ Շաքար չի կարելի բացի շագանակագույնից, թե սա մարքեթինգ է։ Մասամբ մարքեթինգ է, որտեղ շագանակագույն շաքարը նույն սախարոզան է, սակայն այնտեղ կա որոշակի բջջանյութի պարունակություն եւ ավելի բնական է։ Այդ առումով թերևս, բայց առհասարակ դիաբետիկներին խիստ սահմանափակվում է շաքարի օգտագործումը։ Իսկ շաքարի փոխարինիչները։ Շաքարի փոխարինիչները իրենք իրենցով կարող են որոշակի վնասներ թողնել օրգանիզմի համար, թողնելով հեպատոտոքսիկ, նեֆրոտոքսիկ ազդեցություն։ Մենք ունենք շաքարի փոխարինիչներ եւ քաղցրացուցիչներ։ Այդ քաղցրացուցիչները, մասնավորապես մեր հայկական խոտը, ստևիան, մեղրախոտը շատ անվնաս է, որևէ կողմնակի էֆեկտ չի կարող առաջացնել, անգամ մեծ քանակի օգտագործման դեպքում, իսկ շաքարի փոխարինողները սահմանափակ քանակով պետք է օգտագործեն։ Հիշենք դրանց անունները։ Օրինակ ասպարտամը ավելի վտանգավոր է, ֆրուկտոզան նույնպես ավելի անվնաս է, որովհետև մեր օրգանիզմը ունի այդ նյութը, սակայն ելի սահմանափակ է պետք օգտագործել։ Հիմա շաքարային դիաբետով հիվանդները ոչ թե կոկա-կոլա, այլ կոլա 0 են օգտագործում։ Սա օգուտ թե վնաս է։ Ես իմ կլինիկական պրակտիկայում տեսնում եմ պացիենտներին, ովքեր օգտագործում են հյութեր շաքարի փոխարինողներով, սակայն թվերը գլյուկոմետրիայի արդյունքում բարձր են գալի, այսինքն նրանք նույնպես ունեն բարձրացնող հատկություն։ Այդ դեպքում առհասարակ դիաբետիկներին ոչ կոլա 0, ոչ սովորական կոկա-կոլա չի կարելի օգտագործել։ Դուք սրա մասին կիմանայիք, եթե բաժանորդագրված լինեիք մեր ալիքին։ Արեք դա հիմա, կարևորը բաց չթողնելու համար։ Մենք խոսում ենք շաքարային դիաբետի շուրջ պտտվող միֆերի մասին եւ շարունակենք, եթե մարդ գեր է ունի ավելորդ քաշ, ուրեմն դիաբետ էլ ունի։ Որն է իրականությունը։ Իրականությունն այն է, որ կարող է այս պահին չունենա, բայց հետագայում ունենալու ռիսկը խիստ մեծանում է։ Ես իմ շրջապատում, երբ որ տեսնում եմ գեր մարդկանց, հարցնում եմ՝ դու դեռ չունես շաքար, ասում են ոչ, եւ շատ է եղել, որ 1 տարի անց նրանց մոտ ի հայտ է եկել շաքարային դիաբետը, որովհետեւ գերությունը բերում է ենթաստամոքսային գեղձի մեծ լարվածությանը, ինսուլինի գերարտադրությանը, այդ ինսուլինը իրեն ճղում է, որպեսզի կարողանա գլյուկոզան պահել նորմայի մեջ, բայց մի օր գալիս է, որ հանձնվում է եւ այո, արդեն ի հայտ է գալիս շաքարային դիաբետը։
Ինչպես է ախտորոշվում շաքարային դիաբետը։ Միայն գլյուկոզայի մակարդակով, այսինքն եթե գլյուկոզայի մակարդակը թե առավոտյան թե ուտելուց 2 ժամ հետո, նաև այսպիսի ցուցանիշ ունենք 3 ամսվա միջին շաքար, գլիկոլիզացված հեմոգլոբին, երբ որ բարձր է լինում, արդեն շաքարային դիաբետ դիագնոզը դրվում է, բայց մենք ունենք նաև դիագնոզ պրեդիաբետ, նախաշաքար, երբ որ շաքարի թվերը քիչ տատանվում են 6.5-7-ի սահմաններում, բայց դա արդեն ռիսկի գործոն է, կարող է 1 տարի կամ կես տարի հետո արդեն շատ բարձր թվերով շաքարի մակարդակի հայտ գալ արյան մեջ եւ շաքարային դիաբետի մանիֆեստացիան սկսի։ Ուրեմն հիշում ենք, ավելորդ քաշը ռիսկի գործոն է շաքարային դիաբետի համար։ Միրգ դիաբետիկներին չի կարելի։ Բոլոր մրգերի մասին է խոսքը։ Ոչ, դիաբետիկներին կարելի է միրգ։ Ես դիաբետիկներին միշտ ասում եմ՝ մի այդքան անհանգստացեք։ Ձեր սնունդը առողջ մարդիկ են պետք է օգտագործեն։ Ձեզ խորհուրդ է տրվում առողջ լավ ապրելու համար սնունդ։ Միրգը ոչ քաղցր, այսինքն բանանը պետք չէ։ Այն մրգերը, որտեղ գլյուկոզայի մակարդակը մեծ է եւ անմիջապես ներծծվում է եւ կտրուկ շաքարի բարձրացում է առաջանում արյան մեջ, այդ մրգերը մենք սահմանափակում ենք։ Մասնավորապես խաղողը, Հաստատ սեխը, բանանը։ բանանը, չի ինչու, խակ բանանի մեջ էլ կա գլյուկոզայի մակարդակ։ Դա էլ կարող է Դե խակ բանան կարծում եմ որևէ մեկը դժվար է օգտագործի։ Ոչ այդքան հաստատ բանան։ Միևնույնն է, այո։ Բանանը, անանասը, ամառային մրգերի մեջ նու ծիրանը նույնպես ունի բարձր գլիկեմիկ, կերասը։ Դրանք իհարկե սահմանափակ են օգտագործում, բայց չի կարելի խաղողը, սեխը, կարալյոկը, հա, անանասը, ծիրանը սահմանափակ, կերասը սահմանափակ, կարելի է ելակը, բալը, դեղցը, սալորը, նուռը, բոլոր հատապտուղները, այսինքն իրականում եւ ցիտրուսային բոլոր մրգերը նույնպես կարելի են։ Ուղղակի պետք է հիշել, որ սահմանափակ քանակով օրը 1-2 հատ, եթե ասում են կարելի է, դա չի նշանակում մի թաս է կարելի կամ 2 կիլոգրամ։ Ունենք այդպիսի պացիենտներ եւ կեսօրվա ժամերին, ժամը 12-ից 4 ընկած ժամանակահատվածում։ Թութ նույնպես չի կարելի։ Թութ, այո, բաց թողեցի, նույնպես քաղցր է, այո։ Այո, եւ հատկապես սոված փորին չի կարելի։ Այո, կեսօրին եւ ուտելուց հիմնականում հետո։ Սննդակարգը դիաբետիկների համար՝ մի կերեք ածխաջրեր, հաց, բրինձ, դրանք բարձրացնում են շաքարը, որն է միֆը։ Չէ, դա իրականություն է, բայց ածխաջրեր անպայման պետք է ուտել, այնպիսի ածխաջրեր, որտեղ կան բջջանյութի բարձր մակարդակ եւ նույնպես գլյուկոզայի ներծծումը, չէ՞ որ ածխաջրերը դրանք բարդ պոլիսախարիդներ են, որոնք մի քանի գլյուկոզայի ատոմներ իրար միացած դառնում են մոլեկուլներ, որոնց ներծծումը դանդաղ է լինում եւ գլյուկոզան հատիկ աղեստամնքային տրակտից ներծծվում է։ Այդ պատճառով այն սննդամթերքները, որտեղ կա բջջանյութի մեծ քանակ, աստիճանաբար է ներծծումը լինում եւ գլյուկոզայի մակարդակարյան մեջ աստիճանաբար է բարձրանում։ Որոնք են այդ մթերքները։ Որն է կարելի՝ հնդկաձավարը, վարսակի փաթիլները, պինդ սորտի մակարոնները, մեր հայկական ինչու՞ չէ ձավարը, աճառը, դրանք կարելի է։ Բրինձը սահմանափակ ավելի շատ սուպերի մեջ այն արագ է ներծծվում, իսկ հացը ինչու ենք նախընտրում սև, եթե իհարկե դա իսկական սև կամ մոխրագույն հաց է, այնտեղ բջջանյութը շատ է եւ թեփերն են շատ, ելի ներծծումը դանդաղ է իրականում, բայց ածխաջրերի քանակությունը ամեն դեպքում սահմանափակում ենք երկու պատճառով, առաջինը, որ արյան մեջ շաքարի մակարդակը չբարձրանա եւ երկրորդը, որպեսզի ճարպակալման ռիսկը չավելանա, եթե դա երկրորդ տիպի դիաբետիկների մասին է խոսքը, չէ՞ որ ածխաջրերը բերում են ավելի շատ ճարպակալմանը։ Իսկ կարտոֆիլը բարձրացում է արյան շաքարը։ Այո, իհարկե, բայց էլի սահմանափակ քանակով եւ եփած վիճակով թույլատրվում է, եփած խորոված օրը 1, մաքսիմում 2 կարտոֆիլ թույլատրվում է։ Հիմա խոսենք պատրաստման եղանակի մասին։ Պարզվում է նույն մթերքը կարելի է եւ չի կարելի։ Օրինակ, երբ կարտոֆիլը տապակում ենք, այս դեպքում Գիտեք, մենք պետք է այստեղ անպայման հաշվի առնենք առաջի տիպի դիաբետիկ է թե երկրորդ, որտեղ առաջի տիպի ժամանակ մենք յուղեր շատ չենք սահմանափակում, որտեղ նրանք հիմնականում նորմալ մարմնի զանգված ունեն։ Իսկ երկրորդ տիպի դիաբետիկները հիմնականում ճարպակալում եւս ունեն։ Երբ որ մենք սահմանափակում ենք, հարցը ոչ թե շաքարի մակարդակը միայն բարձրանալու մասին է խոսք, այլ ավել կալորիաներ ուտելու։ Իսկ տապակած սննդի մեջ միշտ ավել նույն կարտոֆիլը տապակած մեծ է կալորիականությունը, եփած վիճակում ավելի փոքր։ Դա
այստեղ խորոված նույնպես փոքր է կալորիականությունը։ Շատ լավ։ Ամեն դեպքում մենք գիտենք ինչ խնդիր ունենք հացի հետ կապված, սպիտակ հաց են հիմնականում մեծ սպառման, հա, սննդամթերքը։ Այս դեպքում ինչպես կարող ենք իջեցնել գլիկեմիկ ինդեքսը, ինչն է օգնության գալիս, եթե ափսեի բաղադրիչներին նայենք, միգուցե սպիտակ հացը թույլատրելի է բջջանյութի կամ բարդ ածխաջրերով, սպիտակուցներով հարուստ սննդի հետ։ Այո, Քիչ ռիսկային կլինի։ այո, կարելի է ավելի շատ օգտագործել սպիտակ հացը, օրինակ բանջարեղենի հետ ներծծումը, բայց պետք է միշտ հաշվի առնենք քանակը։ Այո։ Այստեղ միշտ ես պացիենտներին ասում եմ, անգամ նիհարող պացիենտներին ես քաղցր ամբողջությամբ չեմ անում։ Նու այստեղ այլ խնդրի մասին եմ խոսում։ Քանակն է այստեղ կարևոր։ Եթե մարդ շատ ուզում է, մի փոքրիկ կտոր պետք է ուտի, բայց մեր դիաբետիկները ցավոք սրտի միշտ չարաշահում են, մեկ կտորը բավարար չէ, 2, 3, 4, այո, մեկ կտոր եւ այո, բարձր քանակությամբ բջջանյութեր, այսինքն բանջարեղենի հետ կարելի է օգտագործել նաեւ սպիտակը։ Ինչ կասեք կատնամթերքի մասին։ Կարելի է, չի Այո, կարելի տեսակների։ կատնամթերքը կարելի է գրեթե ամբողջ տեսականին, բացառությամբ երկրորդ տիպերին սահմանափակում են յուղային կատնամթերքը, մասնավորապես կարագը եւ թթվասերը, իսկ առաջի տիպիներին դա էլ ենք թույլատրում առաջի տիպի դիաբետիկներին։ Ասում են կաթնաթթվային մթերքները օգնում են իջեցնել արյան շաքարը։ Ճիշտ է։ Որպես այդպեսին չեն ու միգուցե չեն բարձրացնում, այդ պատճառով է նման միֆ տարածված։ Աղիների միկրոֆլորայի վրա դրական են ազդում եւ այդ Որոշ չափով կաթնաթթվայինները միգուցե նման հետազոտություններ թերևս չկան, բայց չեն բարձրացնում ամեն դեպքում։ ալկոհոլը իջեցնում է արյան շաքարը։ Սա միֆ է թե Դա իրականություն։ իրականություն է։ Ալկոհոլը բլոկ է անում, լյարդում գլյուկոնեոգենեզը, գլյուկոզայի սինթեզը, այսպես ասած։ Եվ ալկոհոլ օգտագործելուց հետո անգամ պացիենտները հիպոգլիկեմիկ վիճակների մեջ են ընկնում, այսինքն կտրուկ իջնում է, բայց դրանից հետո այն զսպված շաքարը, որ չէր թողել, որ օրգանիզմում դուրս բերվեր, ամբողջությամբ դուրս է բերում եւ կարող է հակառակ էֆեկտ լինել հիպերգլիկեմիայի։ Այդ պատճառով զգուշությամբ պետք է օգտագործել, այնպես չէ որ մենք արգելում ենք, օգտագործում ենք ոչ գունավոր խմիչքներ քիչ քանակությամբ եւ զգուշությամբ, որ այդ իջնելուց հետո կտրուկ բարձրացում չունենանք։ Որովհետեւ ինչ վտանգներ կարող է առաջացնել հիպերգլիկեմիան։ Դե հիպերգլիկեմիան այնուամենայնիվ կա դիաբետիկների մոտ, այնպես տատանումներ լինում են, որպես այդպիսին հիպերգլիկեմիան կարելի է իջացնել դեղորայքով դրա ցուցիչ օգտագործման։ Հիպոգլիկեմիան դե ինքը վտանգավոր է եւ միջև անգամ գիտակցության կորուստ կարող է բերել։ Քնած ժամանակ օրինակ պատկերացնում եք չարաշահում եք ալկոհոլը եւ գնում քնելու։ Այո, այդպիսի Այս դեպքեր ռիսկ լինում կա։ են։ Այո, եւ դեղորայքը օգտագործում են, դեղորայքը լրացուցիչ է բերում գլյուկոզայի մակարդակի նվազմանը, ալկոհոլը իր հերթին սրում է եւ այո, նման դեպքեր կարող են լինել, պետք է զգուշ լինել։ Կան անվնաս մթերքներ, որոնք օգնում են իջեցնել արյան շաքարը, օրինակ բամյան ասում են։ Այո, կան, դա մասնավորապես, ինչպես դուք նշեցիք, բամյանը դափնու տերևներն են, թթվի տերևներն են, եւս մի շարք բուսական մայրամախոտ ասում են, իջեցնում են։ Ուղղակի նրանք նույնպես ունեն կարծես դեղորայքի նման ազդեցություն, երբ որ օգտագործում ենք, պացիենտները այդ ժամանակ իջնում են, թողնում են, նորից բարձրանում է։ Մշտական օգտագործելը մի քիչ դժվար է։ Այդ պատճառով ես պացիենտին ասում, դե պետք է մշտական օգտագործես, դեղ օգտագործի մշտական։ Ինչու թող սնունդը դառնա իրենց Դե դերը։ եթե մշտական կօգտագործեն եւ ունեն գլիկեմիայի ոչ բարձր մակարդակ եւ կարելի է վերահսկել, թող ամեն օր օգտագործեն։ Շատ լավ։ Ինսուլինը կախվածություն է առաջացնում։ Այդ հարցը շատ ինձ հաճելի հարց է, որովհետեւ շատ եմ բախվում այդ խնդրի հետ, երբ որ պարկած պացիենտները սուր վիճակներում սրտամկանի սուր ինֆարկտով կամ ինսուլտով կտրուկ բարձրացումներ են ունենում գլիկեմիայի, մենք բոլորին նշանակում ենք ինսուլինոթերապիա, բայց այս բոլորին բացատրում եմ, խնդրում եմ մի վախեցեք, դա ժամանակավոր է անցնում է, երբեք ինսուլինից կախվածություն չի լինում, երբեք։ Եթե օրգանիզմում այլ ձև չունենք շաքարը իջեցնելու, այսինքն փորձել ենք հայտնի դեղորայքներից բոլորը եւ adekvat գլիկեմիայի կոնտրոլ չունենք, այդ դեպքում մենք ավելացնում ենք ինսուլինը, որպեսզի շաքարը իջեցնենք, այդ դեպքում մենք չենք կարող այն հանել, որովհետեւ երբ որ հանենք, նորից կբարձրանա շաքարի մակարդակը։ Այսինքն սա օրգանիզմի ճիճն է օգնության, իսկ որպեսզի բարդություններ չունենանք, մեզ պետք է գլյուկոզայի նորմալ մակարդակ, առավոտյան 6-7, ցերեկը մինչև 8-9, ուտելուց 2 ժամ հետո։ Այլ
բանը, երբ որ պացիենտը պառկած է հիվանդանոցում, մենք դեղերի մի մասը հանում ենք, որտեղ հակացուցված է սուր վիճակում, հետևաբար արդեն շաքարը բարձրացել է, եւ երկրորդը օրգանիզմը ստրեսի մեջ է եւ շատ գլյուկոզա է արտադրում, այսինքն ինսուլինի պահանջը մեծանում է, այդ դեպքում ժամանակավոր տալիս են, երբ որ սուր վիճակը անցնում է, պացիենտը վերադառնում է իր հին հակահիպերգլիկեմիկ պրեպարատներին եւ անգամ կարող եմ այսպիսի բան ասել կլինիկական պրակտիկայում դեպքեր եմ ունեցել որ պացիենտը տարիներով ստացել է ինսուլին բայց նշանակված է եղել ոչ հիմնավորված երբ որ ես գնահատել եմ նրա վիճակը ես հանել եմ ինսուլինը անց եմ կացրել հաբերի եւ գլյուկոզայի մակարդակը միայն հաբերով մնացել է նորմայի մեջ այսինքն ինսուլինը կախվածություն չի առաջացնում եթե կա անհրաժեշտությունը առանց նրա շաքարը կբարձրանա եթե անհրաժեշտությունը չկա կարելի է նաև հանել Շնորհակալություն Միֆ համար 9 շաքարային դիաբետ ունեցողներին ֆիզիկական ակտիվությունը հակացուցված է որն է իրականությունը Ոչ, իհարկե ոչ սա վերաբերվում է թերևս շատ ակտիվ ֆիզիկական ակտիվությանը որովհետև ֆիզիկական ակտիվությունը բերում է մկանների կողմից գլյուկոզայի մեծ օգտագործմանը եւ շաքարի մակարդակի նվազմանը արյան մեջ դա հայտնի է բոլոր էնդոկրինոլոգներին անգամ ինսուլին ստացող պացիենտները, երբ որ զբաղվում են ֆիզիկական ակտիվությամբ, մենք նրանց հորդորում ենք պարապմունքից առաջ կամ քիչ քանակով ինսուլին օգտագործել, որպեսզի կտրուկ շաքարի անկում չլինի կամ ինչ որ մի բան ուտել, ածխաջրեր միրգ ինչ որպեսզի անկում չլինի իսկ երկրորդ տիպերին այսպես թե այնպես խորհուրդ տրվում է ուղղակի ստեղ վերաբերվում է էլի հարցը չափին ինչպիսի ոչ ծանր ֆիզիկական թեթև օրինակ թեթև մարզումները վազքը հեծանիվ քշելը քայլելը սրանք իդեալական են եւ պացիենտները շատ լավ գիտեն երբ որ նրանք ակտիվ զբաղվում են շաքարի պրեպարատների քանակը իջնում է եւ ավելի լավ է վերահսկվում այդ պատճառով նույնպես օրինակ երբ որ պացիենտները գալիս են հիվանդանոց նրանք դե պարկած են չեն շարժում եւ նույնպես սա պատճառներից մեկն է թե ինչու է շաքարի մակարդակը հիվանդանոցում բարձրանում Հիմա գարուն է եւ հողային աշխատանքներ են իրականացնում մարզերում մեր բնակիչները իրենք կարող են դա անել պիտի դիտարկենք որպես խիստ ծանրաբեռնվածություն Կարծում եմ Միջին, այո, իհարկե, դե եթե պետք է անեն, դիաբետը հոչի բերում մարդու ինվալիդիզացիային, մարդը պետք է շարունակի ապրել լիարժեք կյանքով։ Մանավանդ երբ քաշի խնդիր ունենք։ Իհարկե, պետք է անեն, եթե օրինակ դիտարկում են գլյուկոզայի մակարդակի իջեցում այդ ընթացքում, կարող են խորհրդակցել իրենց վարող էնդոկրինոլոգի հետ մի փոքր դոզաները պրեպարատների քչացնել։ Շատ լավ։ Շաքարային դիաբետ ունեցողները չեն կարող իրենց թույլ տալ գեղեցկության պրոցեդուրաներ, ինյեկցիոն, ասեղային միջամտություններ, եղունգների շիլակ եւ այլն։ Չի, ինչու կարող են թույլ տալ, որևէ հակացուցում չկա։ Այստեղ խնդիրը նրանում է, որ գիտենք տարբեր վերքերը, կտրվածքները դիաբետիկների մոտ շատ ուշ է ապակինում։ Այդ դա միֆ է, որովհետև ես շատ ուշադիր դիտարկել եմ եւ կախված է օրգանիզմից։ Այնքան դիաբետիկներ կան, որոնց մոտ շատ արագ, շատ լավանում են։ Դա միայն դիաբետը չի նպաստում, այստեղ մակարդելության համակարգ եւ մի շատ այլ գործոններ ազդում են։ Ինչ վերաբերում է շելակին, ես ինքս շատ դեմ եմ այդ պրոցեդուրային, որովհետև մեկ անգամ եմ ամբողջ կյանքում արել եւ այդ միկրոդոզայով ճառագայթները ես կարծում եմ չորացման ընթացքում ուլտրաֆիոլետը անպայման ազդելու է օրգանիզմի վրա եւ բերելու է բջիջների հետագա վնասմանը այսինքն անկախ նրանից մարդը ունի շաքարային դիաբետ թե չէ ես ինքս իմ շրջապատում էլ խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին Իսկ ինյեկցիոն միջամտությունները կնճիռների հարթեցման եւ այլն գեղեցկության համար։ Դե եթե մարդուն պետք է շատ ինչու՞ չէ խանգարի դիաբետի դեպքում։ Վերջում լսենք ձեր խորհուրդը բժշկուհի, ինչ անել, որպեսզի շաքարային դիաբետը չգցի մարդկանց կյանքի որակը։ Շաքարային դիաբետը, որպեսզի մարդկանց որակը չգցի, առաջին հերթին պետք է պացիենտը գլիկեմիայի մակարդակը պահի նորմայի մեջ։ Այսինքն, երբ որ առավոտվա շաքարը 6, մաքսիմում 7 է, ցերեկը 8-9, պացիենտը անհատ ապրում է այնպես, ինչպես առողջ մարդը, գրեթե առանց բարդությունների։ Իսկ դրա համար պետք է հետևել բժշկի խորհուրդներին, ընդունել դեղորայքը
առողջ սնվել, այո, քայլել, երբեմն մարզվել։ Այդ դեպքում շաքարային դիաբետը չի գցի մարդու կյանքի որակը։ Շնորհակալություն բժշկուհի կարևոր ինֆորմացիայի համար։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանի հետ, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, որն օգնում է ձեզ ապրել առողջ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, կարևորը բաց չթողնելու համար հետևեք մեզ նաև սոցիալական էջերում։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին հյուրընկալության համար եւ Հովակիմյան էսթետիկ կենտրոնին իմ գեղեցիկ տեսքն ապահովելու համար։ Իմ գեղեցկության հասցեն Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Մինչ հանդիպում։